Բարի լույս սիրելիներս, այսօր պիտի խոսենք, թե ինչպես կարելի է սուրբ լինել։ Իբրև հնազանդ որդիներ մի կերպարանվեք նախկին, ձեր անգիտության ժամանակվա ցանկություններով, այլ նման այն սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կյանքով սուրբ եղեք, քանի որ գրված է. սուրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես։ Գիտեք սիրելիներ, քրիստոնյայի կյանքի ամենակարևոր գործերից մեկը հնազանդվել Տիրոջ կամքին։ Ինչ է սա նշանակում։ Քանի որ Աստված ինքը մեզ իր զավակներ, իր որդիներ կոչեց, իրեն էլ հայր կոչեց մեզ համար, որը մենք կոչում ունենք, առաքելություն ունենք այդ հնազանդության միջոցով պահել մեր որդիական պատիվը։ Սա բացառիկ կոչում է յուրաքանչյուր մարդու համար։ Այս աշխարհի մեջ ինչպիսին որ մենք լինենք, ինչի տեր որ լինենք, ինչ կարողություն որ մենք ունենանք, սա արժեք չունի, եթե դու չունես պատիվը քրիստոնյայի, որ քեզ դարձնում է Աստծո որդի։ Եվ ինչ է պետք անել։ Նախ մեկ է Աստծո կամքը կատարելու համար հրաժարվել մեր նախկին մեղավոր ընթացքից, չկրկնակել մեղքը, չնմանվել մեղքի այն տեսակներին, որ կարող են մարդուն հեռացնել։ Եվ ինչպես նաև Պողոս առաքյալն ասում, այս աշխարհի կերպարանքով չկերպարանվեք, այլ նորոգեցեք ձեզ մտքով, հոգով, որպեսզի հասկանաք, թե որն է հաճելին, բարին ու գեղեցիկը Աստծո համար։ Իսկ սա Աստծո հաճելի լինելու համար դու պետք է կարողանաս գիտակցել, որ դու որդի ես եւ այդ որդիության պատվով էլ վերադառնաս Աստծո մոտ։ Մենք կարող ենք հարցի առաջանում այս կյանքում սուրբ լինել։ Այո, կարող ենք մենք սուրբ լինել, որտեղ սուրբ լինել նախ եւ առաջ նշանակում զատված, սրբված, մաքրված եւ վերջապես ճշմարտության մեջ մնալ։ Եվ այս աշխարհի մեջ մենք կարող ենք զատված լինել եւ ամենակարևորը նաեւ տարբերվող լինել։ Որդի լինելը ոչ միայն պատիվ է, այլև պատասխանատվություն է։ Եվ այդ պատասխանատվությամբ, երբ որ դու մոտենաս, որ դու պետք է տարբերվես, մաքրված, սրբված, զտված ներկայանաս Տիրոջը, ուրեմն դու կարող ես ամեն օր այդպես սրբությամբ ապրել։ Եթե մենք Աստծուց ենք, նշանակում է մենք Աստծո սրբություն, Աստծո շնորհը մեր մեջ ունենք մեր ծնված օրվանից։ Երբ որ մենք ասում ենք մենք քրիստոնյա ենք, նշանակում է որ Քրիստոսի օծում ունենք մեր վրա։ Երբ որ մենք ասում ենք մենք փրկված ենք, նշանակում է մենք արյան գին ենք վճարել դրա համար։ Քրիստոս իր արյան վճարել է մեր ազատության համար։ Եվ եթե այս ամենը մենք անենք, որը մեր նախկին մեղավոր մարդու կերպարանքով, այլևս չենք ապրի, չենք փորձի մեղքը նորից կրկնօրինակել, չենք փորձի մեղքի տեսակների մեջ մտնել, որպեսզի մի փոքր օգտվենք ու արդարացնենք, որ դե մենք մեղավոր մարդ ենք, մենք այս աշխարհի մեջ ենք, մենք նյութական աշխարհի մեջ ենք, կարող ենք մեղքով վարակվել, կարող ենք այս ամենը անել, բայց քրիստոնյայի կոչումը այդ ամենից հրաժարվելն է։ Եվ քանի որ դու Աստծո որդի ես, Աստծո որդին միշտ մտածում է ինչ անել իր հորը ուրախացնելու, երջանկացնելու համար։ Եվ եթե դու այս մտածումով քո ամեն օր արթնանաս, թե ինչ անես, որպեսզի Աստծուն ուրախացնես, ուրեմն դու կարող ես տարբերված, մաքրված, սրբված լինել այս աշխարհի մեջ, սուրբ լինել, ինչպես որ մեր երկնավոր հայրն է սուրբ։